Հասկանում ես, Գարիկ։ Կարո։ Գարիկ։ Արի չշտապենք։ Արի իրադարձություններից առաջ չընկնենք։ Ես քեզ հասկանում եմ, բայց ախր մեր տարիքային տարբերությունը։ Ես լրիվ համաձայն եմ։ Դե ես գնամ։ Հա, գնա օգնի ընկերներիդ, հավաքեք իրերը, որ ազատեք բնակարանը։ Չնայած չի գնամ։ Շատ լավ էլ նստած զրուցում ենք, շատ հաճելի է։ Ես ինչ գործի ես։ Չես տենում։ Հա։ Ասում եմ չես տենում։ Նոր մի բան իմացա։ Նստի։ Հա դու սարքել ես դու նստի։ Այն ձեռից էլ ոչ մի հատ որ չի բրցել։ Պետո Արտակի մերը Սեդային ասել, Սեդան էլ կնոջս ասել։ Ինչ։ Ու երեխեքին բան չի եղել։ Ասում է Արտակի տանտերը երեխեքին տանից հանում է։ Այսօր Արտակն է զանգել մորն ասել։ Ոնց թե։ Ինչի համար։ Բա ինչ պետք է անեն։ Այո, շատ իմանում։ Որ տուն չճարեն, մեզ կզանգեն։ Հա որ։ Հա։ Եթե չզանգեն, ուրեմն մեզ ընդհանրապես չեն վստահում։ Կամ էլ չեն ուզում անհանգստացնել։ Աբա Մարգարջան էլ որորվա համարենք։ Մարգար, իզուր թողեցինք, որ մնան ընդեղ։ Դե սպասենք, կարող է զանգում են։ Ես կզանգեմ։ Չէ, թող տենանք ինչ են անում, համբերի էլի։ Ասում եմ շոկ է, չէ։ Շանչելու ոտ չեկա իմ արև։ Հա որ խնդրեմ մի բաժակ ջուր կբերեք։ Հիմա բերեմ։ Բերեք։ Ալո, արա Արտակ, այ ես քեզ հորը սարեր սպանելու եմ, թելոյի սարև արա։ Կարո՞։ Ինչ ա եղել։ Արա Արտակի մարև ես չեմ հասկանում ես կնգա ուզած ինչ արա։ Այ ես հերու եմ նստեմ, սա գալիս է ավելի մոտիկան եմ արա։ Ես հերու եմ նստեմ, սա մոտիկան եմ արա։ Ես հերու եմ նստեմ, ամի խոսքով ներվայնանում եմ արա։ Այս ինչքան պատի մնամ ըստե։ Լսի խոսք ցիտանից ասա, որ ուզում ես իրան մոտիկ լինես։ Այ ես եմ ուզում մոտիկ լինեմ։ Հա, ասա որ եթե տնից հանեցին, իրանից հեռու կլինես ու այդ քո համար մեծ ստրես է։ Արա Արտակ, դու շաշ չես, արա։ Լսի, դժվար է քո համար։
Որն ավելի հեշտ գնանք կայարանում քնենք։ Այս ինչի մեջ ընկա արա։ Չգիտեմ սրա վերջին ինչա լինելու, բայց հիմա գոնե ժամանակ կշահենք։ Դուրս չի գալիս, գիտես։ Կարևորը Գարոյի դուրը գա։ Շնորհակալ եմ։ Սառներ։ Ահա որ սառներ։ Ափսոս որ տեղափոխվում ենք, էլի։ Ջրի համար ես ափսոսում։ Չէ, ձեզ համար։ Ինչ նկատի ունես։ Ադե որ գնանք ձեզանից հեռու ենք էլի ելնելու։ Հեռու եմ ելնելու, էլի ես։ Իմ տանտեղը գիտես։ Համարս էլ կտամ։ Չէ, այդպես չի լինել։ Մարդուն որ իրականում չտենաս, պատահական բակում չհանդիպես, աստիճանների վրա չհանդիպես, ռոմանտիկան դա է էլի։ Օրինակ գիշերով պատուհանից նայես, ու զգաս որ ինքն էլ է էլի նայեմ։ Դրա համար հիմա Դրա համար ստիպված ձեզ պետք է ասեմ հաջողություն, ընդմիշտ։ Բայց ինչ այդքան կտրուկ։ Աբա էլ ոնց, շատ մեծ ստրես է դա։ Այս բազմաշենը մի հատ ձի ունեմ, որ ես մի քանի օր եկել եմ քաղաք, չէ՞։ Մի կտոր խոտ չի կերե ձևի հիմա։ Ստրեսների մեջ է։ Կենթանին որ կենթանի է, չի դիմանում էլ։ Անենց որ ես գնացի։ Սպասի։ Երանի քեզ լուրջ եմ ասում։ Կարող է ես էլ ներվերս սենց եմ հանգստացնում։ Մեզ էլ նորություն էր։ Լիլիանա քաշվանք։ Հա, տիկին Լիլիա։ Հա։ Հասկացա։ Դե որ ասել է ուրեմն ոչ մի խնդիր։ Ինչքան։ Հա, բայց ինչ տարբերություն ձեզ համար։ Լավ, հասկացա։ Էլի շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Հաջողություն։ Հա։ Չգիտեմ Գարոն Սվետայի տանն ինչ բանի է, բայց մեզ էս տնի շեն անում։ Խիղճ Գարո։ Լավ, մի չափազանցրու։ Լիլիան ասում է Սվետան զանգել ասել է մեղք են տղաները թող մնան, բայց մի պայմանով որ չաղմկեն։ Մեկ էլ ասում է որ հետդ էլի մնացողներ կան վարձը թանկացնում է։ Ասեիր ապրողներն են շատացել, ոչ թե սենյակները։ Չֆայմեցի գիտես Գուգո։ Կարոս տենաս ոնց է։ Կարող է բռնել բաց չի թողնում։ Արի շուտ արա։ Բարև ձեզ։ Քեզ էլ բարև Տաթևիկ ջան։ Գործ ես գնում։ Հա։ Մելսիդա տատն ասեց, որ Լիլիան էր եկել։ Այդ քո Մելսիդա տատը ամեն ինչ գիտի, հա։ Գուգո։ Հանումա ձեզ, հա։ Էլ չէ, Սվետը բողոքել էր, բայց ոնց որ համոզեցինք։ Հա։ Հետաքրքիր է ոնց։ Սվետին ինչ որ բան համոզելը շատ բարդ է։ Հա, ոնց։ Ես անպայման կզանգեմ։ Դե կսպասեմ։ Պարզ է թե ոնց։ Բայց ամեն դեպքում շատ լավ է։ Բնակարանային հարցը լուծված է տղաներ։ Ձեզ շնորհավորում եմ։
Հուսով եմ բռնություն չի կիրառել։ Քարո ջան, բայց ինչ է։ Ուրեմն ուշադիր լսեք ձեզ ինչ եմ ասեմ։ Եթե այս մոքիրը ինձ մի հատ էլ պաչեց, դուք հաստատ անտուն եք մնալու, հասկացաք։